Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր հունիսի 6-ն է եւ սա արդեն մեր երկրորդ հաղորդումն է։ Այս հաղորդման ընթացքում հիմնականում խոսելու ենք Հայաստանի վերաբերող հարցերի շուրջ, միջազգային հարցեր չունենք քննարկելու այս պահի դրությամբ։ Եվ սկսենք նրանից, որ հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի միջև։ Քննարկել են Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգային, ինչպես նաև տարածաշրջանին առնչվող հարցեր։ Ինչ ենք մենք հասկանում այս հաղորդագրությունից, կրկին ոչինչ, անվտանգության առնչվող հարցեր, տարածաշրջանին առնչվող հարցեր, դրանով ամեն ինչ ասված է։ Բայց կարևոր այստեղ այն է, որ 3 առաջի օրը նման հեռախոսազրույցեր տեղի ունեցել ադրբեջանական կողմի հետ, Փեզեշքյանը հեռախոսազրույց ունեցել Իլհամ Ալիևի հետ եւ թե ինչ էին քննարկել, այնտեղ ավելի շատ էր հաղորդագրությունը իմիջիայլոց հաղորդագրությունից մենք հասկանում ենք, որ շատ կարևոր փուլ պահ շրջադարձային նույնիսկ պահ է Ադրբեջան-Իրան հարաբերությունների համար։ Հետո 3 տեղի ունեցավ հեռախոսազրույց Էրդողանի եւ Իրանի նախագահի միջև, Մասուդ Փեզեշքյանի միջև, եւ ես սպասում եի, որ այսօր արդեն պետք է տեղի ունենար հեռախոսազրույց Փաշինյանի եւ Փեզեշքյանի միջև։ Վարկած առաջին, որ հիմնականում Հայաստանին վերաբերող հարց է քննարկվել, քանի որ Ադրբեջանը եւ Թուրքիան ուզում են միջանց ստանալ Հայաստանից, այդ հարցը փորձում են ակտուալ պահել, հանդիպում էր, գիտեք, Բերձորում տեղի ունենում Պակիստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի եւ Թուրքիայի նախագահի միջև չկրկնվեմ, որից հետո արդեն Էրդողանը հնչեցրել էր նաեւ Իրանի անունը, խոսելով Սյունիքով անցումի մասին, թուրքական աշխարհի մասին եւ ասելով, որ դրանից Իրանը կարող է շահել։ Բայց այսօրին մենք նկատում ենք շատ լուրջ սրացում Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև, կարծես թե Իրանը վերջնական որոշում է կայացրել, որպեսզի չհամաձայնվի ամերիկյան առաջարկներին, շարունակի հարստացնել ուրանը եւ հստակ հայտարարություններ ենք մենք լսում Իրանից, որ իրենք պատրաստ չեն համաձայնվել ամերիկյան առաջարկների հետ, այսինքն իրենք միևնույն է շարունակելու են հարստացնել ուրանը։ Եվ ես ավելի շատ կապում եմ այս ամենը իրանական կողմի որոշումների հետ։ Սակայն կարևոր է այստեղ հասկանալ, որ Հայաստանին առնչվող հարցը այստեղ նաև գլխավորներից մեկն է եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի դերակատարությունը, եթե հնարավոր պատերազմ տեղի ունենա ընդդեմ Իրանի, Իսրայել ասենք, հարձակվի Իրանի վրա, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները, եթե մի քիչ դժվար է պատկերացնել Ամերիկայի Միացյալ Նահանգների հարձակումը Իրանի վրա, բայց ես չեմ բացառում, հավանականությունը բավականին մեծ է այնուամենայնիվ, եթե անկեղծ լինենք։ Սակայն Իսրայելի հարձակումը ավելի հավանական է, դա կա ու կա, կարելի է այսպես նաև ձևակերպել։ Եվ այս առումով կարևոր է, որ մենք հասկանանք եւ կարողանանք կապել Մասուդ Փեզեշքյանի զանգերը Բաքու, Անկարա եւ Երևան։ Ես համոզված եմ, որ այդ զանգը տեղի ունեցել իր նախաձեռնությամբ, չնայած որ այս կարճ մամլոհաղորդագրության մեջ դրա մասին ես չտեսա։ Բայց քանի որ կրկնեմ տեղի ունեցել հեռախոսազրույց Ալիևի հետ, Էրդողանի հետ, շատ տրամաբանական էր, որ Հայաստանի վարչապետի հետ տեղի ունեցավ այդ հեռախոսազրույցը։ Անցնենք Մատվիենկոյի այցին Հայաստան, անցած անգամ չանդրադարձա, ճիշտն ասած չէի ցանկանում անդրադառնալ, բայց դե հիմա ամբողջ համացանցը խոսում է դրա մասին, ինչպես չանդրադառնաս ամենակարևոր, կարելի ասել, հարցին այսօրվա մեջ, եւ դա Մատվիենկոյի այցն է Հայաստան։ Շատ լավ է, որ խորհրդարանի մոտ բողոքի ցույց է տեղի ունեցել եվրոպական, այսինքն պրոեվրոպական, ասենք, ուժերը Հայաստանի եւ Հայաստանի քաղաքացիները ցույց էին կազմակերպել Հայաստանի եւ Եվրամիության դրոշներով, ինչպես նաեւ ճիշտ գրությամբ պաստառներով։ Անցած անգամվա պաստառների մասին ես խոսել եմ, ասել էի, որ իմ կարծիքս է ուղղակի համեստ հայտնել, որ շատ լավ էր, բայց լավ կլիներ հայկական կոնտեքստ լիներ եւ ահա այս բողոքի ցույցի ժամանակ հայկական կոնտեքստը շատ ավելի շատ էր եւ դա չափազանց կարեւոր է, որ հենց Մատվիենկոին հիշեցնում էին այն, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ։
քանի որ մեզ համար ամենակարևորը մեր սեփական խնդիրներն է, մեր սեփական դարդ ու ցավն է, որը որ Ռուսաստանի Դաշնությունը հաստատի ստեղծեց, կարելի ասել մեր գլխին։ Եվ այստեղ կարևոր է նշել, որ Վալենտինա Մատվիենկոն մեկ հայտարարություն է արել, որ Հայաստանը եւ Ռուսաստանը բնական դաշնակիցներ են, վերջերս թե Լավրովը, թե Մատվիենկոն այդ հայտարարությունն են անում, երևի մեկ տեղից են նրանց սովորեցնում այդ հայտարարությունները անել, բնական դաշնակից հասկանալով, ասելով ես հասկանում եմ օրինակի համար Իրանը, որը որ ամեն կերպ հստակ հասկացնել է տալիս, որ չի ցանկանում, որ Սյունիքը գրավեն օտար ուժերը Հայաստանի ձեռքից, Սյունիքով ստանան միջանցք։ Դա հակասում է թե Իրանի շահերին, թե Հայաստանի շահերին։ Դա է բնական դաշնակից հասկացողությունը։ Բնական դաշնակից ասելով ես հասկանում եմ, որ օրինակի համար Վրաստանը չի ցանկանում, որ պատերազմ տեղի ունենա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, քանի որ հասկանում է, որ այդ պատերազմը կհարվածի նաեւ իրեն, եւ եթե թուրքական աշխարհը Սյունիքով միջան ստանա, դա վնաս է հասցնում նաեւ Վրաստանի շահերին, բայց առաջի հերթին բնական դաշնակից, եթե անկեղծ ու ճիշտը ասենք, ավելի շատ Իրանն է, քանի որ Իրանը ավելի շատ է կենտրոնացած այդ հարցի վրա, որ Սյունիքով միջանցք չլինի։ Ռուսաստանը կարող էր լինել Հայաստանի բնական դաշնակից, եթե առաջնորդվեր քրիստոնեական արժեքներով, իրական քրիստոնեության մասին է խոսքը, ոչ թե կեղծ լոզունգային քրիստոնեության, եւ ոչ թե մոնղոլա-թաթարական ինչ-որ շահերով առաջնորդվեր։ Եվ եթե Հայաստանը բնական դաշնակից լիներ Ռուսաստանի համար, ապա Ռուսաստանը չէր վարվի այդպես 2020 թվականին։ Հələ 20 թվականից էլ առաջ շատ բաներ են եղել, այդ զենքի մատակարարումները Ադրբեջանին եւ 65-ից 70% զենքը, որ Ադրբեջանը կռվում էր Հայաստանի եւ Արցախի դեմ, մենք գիտենք, որ դա ռուսական զենք էր։ Ինչ բնական դաշնակցի մասին է խոսքը, որ բնական դաշնակցի։ Իրականում եթե ավելի անկեղծ լինենք, Ռուսաստանը պետք է որ լիներ Հայաստանի բնական դաշնակիցը, ինչպես ես արդեն նշեցի, որպես քրիստոնյա երկիր եւ որպես մենք ամենայն դեպս այդպես ենք պատկերացնում եվրոպական քաղաքակրթության մաս կազմող արժեքներ չեմ էլ կարող ասել, քանի որ եվրոպական արժեքները հիմա նրանք չեն կիսում։ Եվրոպական քաղաքակրթության մաս կազմող երկիր, քանի որ ունեցել են մի քանի թագավորներ, ղեկավարներ երկրի, որոնք որ ցանկել են, որ Ռուսաստանը դառնա եվրոպական երկիր։ Բայց կրկնեմ, մենք տեսանք ճիշտ հակառակը, մոնղոլա-թաթարական, պրոթուրքական, պրոթուրանական ծրագրերով առաջնորդվող երկիր եւ ուղղակի լոզունգների մակարդակով ասում են, որ Հայաստանը եւ Ռուսաստանը բնական դաշնակիցներ են։ Կրկնեմ, բնական դաշնակիցները նման ձև չեն վարվում եւ այդ լոզունգները ուղղակի ուղղված են Հայաստանի հասարակությանը մոլորության մեջ գցելու։ Փորձելու են նաեւ կամ փորձում են Հայաստանի իշխանություններին եւս մոլորության մեջ գցել, բայց ես չեմ կարծում, որ Ալեն Սիմոնյանը օրինակի համար հավատում է այդ հայտարարություններին։ Ինչ հայտարարություններ եղան էլի այդ հանդիպումից, որ Ռուսաստանի Դաշնությունը վերսկսում է քաղաքական երկխոսությունը Հայաստանի խորհրդարանի հետ, այսինքն խորհրդարանի մակարդակով վերսկսում են երկխոսությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ։ Այդպիսի հայտարարություններ եւս եղան եւ ինչ որ հաստատող ստորագրվեց Ալեն Սիմոնյանի եւ Մատվիենկոյի միջև, ճիշտ ասած, չգիտեմ թե ինչ փաստաթուղթ է եւ այդ փաստաթղթով ինչ պարտավորությունները Հայաստանը իր վրա վերցնում։ Հաստա շատ կարեւոր է այս պայմանությամբ կարծես թե մամուլում չկա տեղեկություն, թե ինչ փաստաթուղթ են ստորագրել։ Այդ դա չափազանց հետաքրքիր է եւ չափազանց կարեւոր է, թե ինչ կետեր է պարունակում այդ փաստաթուղթը, որը որ ստորագրվել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջև։ Վերջին շրջանում Հայաստանը շատ նուրբ է փորձում աշխատել Ռուսաստանի Դաշնության հետ, երևի թե աշխարհաքաղաքական ընդհանուր գլոբալ փոփոխություններից ելնելով, ճիշտ է Եվրամիության հետ եւս շատ լավ լուրջ աշխատանք է տարվում նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, բայց Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մենք չենք լսում այն լուրջ քննադատությունները մեծ հաշվով, որոնք որ նախկինում կային։ Արդարության համար ասենք, որ Շելլի Ալեն Սիմոնյանը
մեկ-մեկ նման հայտարարություններ անում է, բայց կոնկրետ նկատվում է տենդենց, որ Հայաստանը այլևս չի ցանկանում որևիցե ձևով, որպեսզի լարվեն Ռուսաստանի եւ Հայաստանի միջև հարաբերությունները, ինչը թե բացասական եւ թե դրական կողմ ունի։ Բացասական կողմը այն է, որ Ռուսաստանի Դաշնությունը այդ ամենը կարող է այլ կերպ ընկալել եւ այլ պահանջներ առաջադրել Հայաստանին։ Քանի որ մենք տեսել ենք, բազմիցս ենք տեսել, որ Ռուսաստանի այսօրվա իշխանությունների քաղաքականությունը այդպեսին է ցավոք սրտի։ Իսկ Հայաստանը իր հերթին ուղղակի չի ցանկանում լարել իրավիճակը Ռուսաստանի հետ, բայց կրկնեն իրենց սպეციფიკայից ելնելով ես մտավախություն ունեմ, որ այդ վարկը Հայաստանի այդ մոտեցումը ճիշտ չի ընկալվում Ռուսաստանի Դաշնության կողմից եւ Ռուսաստանի Դաշնությունը սկսելու է շատ ավելին պահանջել Հայաստանից։ Այստեղ կարևոր է մեկ նրբություն եւս նշել։ Ես տեսա, որ Մատվիենկոն այցելել էր Ծիծեռնակաբերդ։ Սա տեղի ունենում նրանից հետո, երբ որ Լավրովը չէր այցելել Ծիծեռնակաբերդ, իսկ Ֆրանսիայի արտգործնախարարը, երբ որ ժամանել էր Հայաստան, անպայման այցելել էր Ծիծեռնակաբերդ եւ մի շարք հայտարարություններ, կարևոր հայտարարություններ արել։ Այդ առումով լուրջ քննադատություններ եղան մամուլում, այսինքն 5-րդ Շարասյան մամուլը փորձում էր Հայաստանի իշխանություններին մեղադրել, որ Լավրովը չի բարձրացրել Ծիծեռնակաբերդ, թե իբր հայկական կողմը չէր ներառել Ծիծեռնակաբերդը այցի այդ շրջանակներում չկար Հայաստանի պատճառով։ Այդ ժամանակ շատ գրաքետ ձևով բացատրվեց, որ Լավրովը նախընտրել էր երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակին ծաղիկ դնել եւ չայցելել Ծիծեռնակաբերդ։ Եվ ինչի եմ սա ասում։ Ասա ասում եմ նրա համար, որովհետեւ հստակ երևում է, որ Ռուսաստանի Դաշնությունը կամ Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունները մամուլով զբաղվող անձինք շատ լավ հետևում են այն տենդենսներին եւ տրամադրություններին, որոնք որ կան Հայաստանում, եւ հետեւել ու հասկացել են մեկ կարևոր բան, որ Լավրովի չբարձրանալը Ծիծեռնակաբերդ, չնայած որ փորձեցին մատուցել հայ հասարակության, որ դա Հայաստանի իշխանության պատճառով էր, չստացվեց։ Եվ ճիշտ հակառակը ամեն ինչ բացահայտվեց եւ հստակ երևաց, որ Լավրովը չի այցելել, որպեսզի չզայրացնի թուրքերին եւ ադրբեջանցիներին եւ այցելել է երկրորդ համաշխարհային զոհերի հուշարձանին ծաղիկ դնելու։ Հետո երբ Ֆրանսիայի արտգործնախարարը այցելեց, հիմա նրանք հասկացան, որ պետք է ուղղել իրենց սխալը, քանի որ դա վատ նստված էր տվել հայ հասարակության մոտ եւ դրա համար Մատվիենկոն որոշեց այցելել նաեւ Ծիծեռնակաբերդ։ Սա իմ համոզումն է։ Եվ վերջում ուզում եմ անդրադառնալ մի հարցի, լուր տարածվեց համացանցում, որ Հայաստանը ծաղիկներ էր արտահանում Ռուսաստան-Վրաստանի տարածքով եւ Վրաստանը արգելել էր հայկական ծաղիկների մուտքը Վրաստանով որպես տարանցիկ, քանի որ վնասատուներ էին հայտնաբերել ծաղիկների մեջ։ Ճիշտ ասած, այս լուրը երբ որ ես տեսա, շատ տհաճ զգացմունք առաջացավ իմ մոտ, քանի որ գիտենք կոնյակի ալկոգոլի այդ պատմությունը, որը որ չէր կարող տարանցիկ ձևով անցնել Վրաստանի տարածքով, բայց կարծես երեք արդեն այդ հարցի լուծում էր տրվել եւ 52 բեռնատար արդեն հատել էին վրաց-ռուսական սահմանը, այսինքն շարժվել գնացել էին, 70-ից ավել մնացել էր, բայց նրանց հարցը եւս կարծես թե լուծվում էր, դե ոչ ոք չէր բարձրաձայնում, թե պատճառը որն էր, եւ ահա այսօր այսպիսի լուր, որ նոր ծաղիկների խմբականակի մեջ հայտնաբերել են վնասատուներ, բայց վերջում ճշտում եղավ այդ տեղեկության, որ ընդամենը մի տեսակ չի կարողացել հատել հայ-վրացական սահմանը, թվով 700 հատ ծաղիկ, 36 կիլոգրամ ծաղիկ եւ մնացած 10300-ը անցել է սահմանը։ Ճիշտ ասած, այս հարցը չեմ կարող մեկնաբանել, բայց եթե 11000-ից ընդամենը 700-ի մեջ են գտել վնասատուներ եւ 10300 ծաղիկ անցել են հատել են հայ-վրացական սահմանը, ուրեմն երևի թե իրոք ինչ որ բան են հայտնաբերի այդ 700 հատ ծաղիկի մեջ, 36 կիլո ծաղիկի մեջ, որոնք որ վերադարձել են Հայաստան։
եթե չեմ սխալվում, էկոնոմիկայի նախարարը, չէ՞, պետք է Վրաստանի այցելեր Հայաստան, բայց այդ այցը այսօր տեղի չի ունեցել։ Այսինքն ընդհանուր առմամբ երևի թե այդ առաջացած խնդիրները քննարկվում են եւ ես պատկերացնում եմ, համոզված ոչ ոք ոչ մի հարցում չի կարող լինել, պատկերացնում եմ, որ ահա այս հարցերը, որոնք որ մեկ-մեկ առաջանում են, արդեն ինչ որ չափով նաեւ դրական լուծում են ստանում։ Ամենայն դեպս ես այդպես եմ ցանկանում, որ այդպես լինի, բայց այն, որ արդեն սկսել է հայկական սպիրտը շարժվել եւ այդ խնդիրը սկսվել է լուծվել, դա շատ կարեւոր է։ Բայց ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է ավելի ինտենսիվացնի իր հարաբերությունները Վրաստանի հետ, պետք է հայ-վրացական հարաբերությունները, ռազմավարական հարաբերությունները համապատասխան մակարդակի վրա լինեն, եթե դեսպանի աշխատանքը ոչ բավարար է, երևի թե նման բան եմ ես ամենայն դեպս նկատում, որ դեսպանի աշխատանքի մեջ կա որոշակի պասիվություն, այսինքն այդպիսի բարձր հարաբերություններ են Հայաստանը եւ Վրաստանը միմյանց հետ հռչակել եւ համապատասխան շատ բարձր կարգի դիվանագետներ պետք է զբաղվեն մեր հարաբերություններով։ Հայաստանը Վրաստանում եւ Վրաստանը Հայաստանում շատ բարձր հմուտ դիվանագետներ։ Այս պայմանությամբ այսքանը սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ նաեւ լայքերի համար, բաժանորդագրվեք, եթե մինչև հիմա չեք բաժանորդագրվել մեր ալիքին, հաջողություն կհանդիպենք։